Տերորդնա բոլորից սիրելի քրիստոնյա ժողովուրդ, նայեք Մատթեոսի ավետարան 5-րդ գլուխ 23-րդ խոսքից ինչ մի հրաշալի բան ասում Հիսուսը մեզ համար։ Ասում արդ եթե սեղանի վրա մատուցանես քո ընծան եւ այնտեղ հիշես թե քո եղբայրը քեզ դեմ մեկ բան ունի, թող այնտեղ քո ընծան սեղանի առաջին եւ գնա առաջ հաշտվիր քո եղբոր հետ եւ հետո եկ ընծատ մատուցրու։ Այսինքն ասում է, որ երբ որ քո սեղանի վրա մատուցանես քո ընծան, այսօր մարդը ընծայը մատուցանում Աստծո առաջին իր աղոթքով, իր ապրելաձևով, մարդու սիրտը այսօր այն սեղանն է, ոնց է զոհը դրվում սեղանին, չէ, այն սեղանն է մարդու սիրտը, որտեղից ընծա սիրտը որպես ընծա նվիրում է Աստծուն եւ ինչ կա սրտի վրա դրված, ինչ է սիրտը կրում իր մեջ, աղոթք ենք ասում, խոսք ենք խոսում, հոգեվոր քայլ ենք անում, ասում է բայց այդ բոլոր ընծաները որ բերում ենք Տիրոջ առաջին, բայց եթե այնտեղ հիշես թե քո եղբոր դեմ մեկ բան ունի, քո եղբայրը քեզ դեմ մեկ բան ունի, հիշես, որտեղից հիշես, այսինքն երբ որ մենք աղոթք անենք, երբ որ մենք մեր սիրտը ընծայենք Տիրոջը, բերենք Տիրոջ առաջ, եթե մեր սրտի մեջ լինի ատելություն, չարություն, ինչ որ մեկի հետ անհաշտություն, այնտեղ մենք կհիշենք, այս Սուրբ Հոգին մեզ կհիշեցնա, ասում է թող այնտեղ քո ընծան սեղանի առաջին եւ գնա առաջ հաշտվի քո եղբոր հետ եւ հետո եկ ընծատ մատուցրու։ Այսինքն ներիր, այսինքն թող այդ ընծան սիրտդ մաքրա, սրտիցդ ազատա գրա այդ քո ատելությունը, չարությունը, ինչ անհաշտ կյանք ես ապրում ում հետ, հաշտվիր, ներիր, սիրիր, օրհնիր, նոր հետո աղոթքը ընծատ վեր Տիրոջ առաջին, որ Տերը կարա ընդունա։ Եթե սրտի մեջ չկա հաշտություն, չկա սեր, կա ատելություն, չարություն, այդ ընծան Տերը չի ուզում ընդունա, ոչ էլ ուզում է տեսնի, ոչ էլ ուզում է լսա։ Քանի ասում է քո ոսողի հետ միաբանվիր շուտով, քանի որ նրա հետ ճանապարհ ես գնում, միգուցե ոսողը քեզ դատավորին մատնի եւ դատավորը քեզ մատնի դաշին եւ բանտը գծվի։ Ճշմարտ ասում եմ քեզ դուրս չես գա մինչեւ վերջ նակարատիկը չվճարես։ Նակարատիկը քո մարդկային արժեքն է, քո մարդկային եսն է, որ ավելի վեր ես համարում, քան Աստծո խոսքը, Աստծո տված հոգին ու սերը։ Դրա համար մինչև չվճարես, չները